Երջանիկ են հեզերը։ Երանի հեզերին, որովհետև նրանք երկիրը պիտի ժառանգեն։ Մատթեոսի ավետարան 5-րդ գլուխ 5-րդ համար։ Այս երանության պատվիրանը, ինչպես առաջին երկուսը, պետք է որ մեծապես ցնցած եւ շփոթեցրած լիներ Հիսուսի լսողներին։ Նա կոչ էր անում նրանց համար լիովին օտար մի բանի։ Այս լսողները գիտեին, թե ինչպես լինել հոգևորապես հպարտ եւ ինքնաբավ։ Նրանք հաջողություն ունեցան արտաքին բարեպաշտության նշանների զարգացման մեջ։ Նրանք իրականում հավատում էին, որ շուտով գալիք Մեսիան կգնահատի իրենց առաքինությունը եւ կվերականգնի հրեաներին այս աշխարհում իրենց օրինական տեղը, տիրապետությունը բոլոր ազգերի վրա, քանի որ նրանք որպես ժողովուրդ ընտրվել էին Աստծո կողմից։ Նրանք ոգևորությամբ սպասում էին, թե ինչպես Մեսիան առանձնահատուկ մեծահոգի կլինի նրանց նկատմամբ եւ խիստ հաշվեհարդար կանի ճնշողների հետ, ովքեր արդեն գրեթե մեկ դար է, որ նրանց համար հռոմեացիներն են։ Մակաբայեցիների ապստամբությունից հետո, որը ազատագրեց հրեաներին հունական տիրապետությունից, կարճատև անկախություն եղավ։ Սակայն հռոմեացիների տիրապետությունը, թեև այնքան դաժան եւ կործանարար չէր, շատ ավելի ուժեղ էր, քան հունականը։ Մեր թվարկությունից առաջ 63 թվականին, երբ Պոմպեոսը Պաղեստինը միացրեց Հռոմին, այս տարածաշրջանը գրեթե միշտ գտնվում էր Հերովդեսի դինաստիայի մարիոնետային թագավորների եւ հռոմեական կառավարիչների կամ պրոկուրատորների իշխանության տակ, որոնցից ամենահայտնին Պիղատոսն էր։ Հրեաները այնքան էին արհամարհում հռոմեական ճնշումը, որ երբեմն նրանք նույնիսկ հրաժարվում էին ընդունել դրա գոյությունը։ Մի անգամ, երբ Հիսուսը ուսուցանում էր ժողովրդին Ձիթենեաց լեռան վրա, նա ամենաթեժ վեճերից մեկն ունեցավ փարիսեցիների հետ, երբ նա ասաց. «Եթե դուք իմ խոսքի մեջ հարատևեք, այն ժամանակ ճշմարտապես իմ աշակերտները կլինեք, եւ դուք կիմանաք ճշմարտությունը, եւ ճշմարտությունը ձեզ ազատ կդարձնի»։ Փարիսեցիների պատասխանը զարմանալիորեն տարօրինակ էր։ Մենք Աբրահամի սերունդն ենք եւ երբեք ոչ ոքի կապանքի մեջ չենք եղել։ Հովհաննեսի ավետարան 8-րդ գլուխ 31-ից 33 համարները։ Իրականում Իսրայելի ամբողջ պատմությունը ներկայացնում էր մշտական նվաճումներ եւ ճնշումներ Եգիպտոսի, Ասորեստանի, Մարա Պարսկաստանի, Հունաստանի եւ այդ ժամանակ նաեւ Հռոմի կողմից։ Ակնհայտ է, որ հպարտությունը թույլ չէր տալիս փարիսեցիներին ընդունել իրենց ազգի պատմության ակնհայտ փաստերը եւ առողջ գնահատել առկա իրավիճակը։ Բոլոր հրեաները հույս ունեին ազատագրման, այս կամ այլ կերպ։ Շատերը սպասում էին, որ ազատագրումը կգա Մեսիայի միջոցով։ Աստված անձամբ խոստացել էր արդար Սիմոնին, որ նա մահ չպիտի տեսնի, մինչև չտեսնի Տիրոջ օծյալին, այսինքն Մեսիային։ Ղուկասի ավետարան 2-րդ գլուխ 26 համար։ Սիմոնը սպասեց այն օրվան, երբ վերջապես տեսավ իրական մանուկ Մեսիային։ Սակայն մյուսները, օրինակ փարիսեցիները, սպասում էին, որ Մեսիան կգա շեփորահարությամբ եւ գերբնական զորության հզոր դրսևորմամբ։ Նրանք ենթադրում էին, որ Մեսիան հրաշքով կհեռացնի հռոմեական լուծը եւ կհաստատի թեոկրատական հրեական պետություն, սուրբ միություն, որը կկառավարի աշխարհը։ Նյութականորեն տրամադրված սադուկեցիները սպասում էին փոփոխությունների քաղաքական փոխզիջումների միջոցով, որի համար շատ հրեա հայրենակիցների կողմից նրանք արհամարհվում էին։ Վանական եսենները, որոնք մարմնով եւ հոգով բաժանված էին հուդայականությունից, մեծ հաշվով ապրում էին այնպես, կարծես Հռոմը եւ մնացած աշխարհը պարզապես գոյություն չունեին։ Բայց ազատագրման պայքարի ամենաեռանդուն կողմնակիցները զելոտներն էին։ Նրանցից շատերը սպասում էին, որ Մեսիան կգա որպես հզոր եւ անգերազանցելի զորավար, որը կարող է Հռոմի բռնությանը պատասխանել ռազմական նվաճումներով։ Սակայն զելոտները չէին պատրաստվում անգործ նստել եւ վճռականորեն տրամադրված էին հեշտացնել ազատարարի գործը, երբ նա գար։
Զելոտների քանակը, ուժը և ազդեցությունը շարունակեցին աճել, մինչև հռոմեացիները դաժանորեն կասեցրեցին բոլոր փորձերը հրեական դիմադրության։ 70 թվականին Քրիստոսի ծնունդից հետո Տիտոսը ամբողջովին ավերեց Երուսաղեմը և ոչնչացրեց 1 միլիոնից ավել հրեաների։ 3 տարի անց Ֆլավիոս Սիլվան կոտրեց Մասադայի ամրոցի դիմադրությունը, որը նա երկար ժամանակ պաշարել էր։ Եվ երբ հրեաների բուռն տրամադրվածությունը վերջնականապես զայրացրեց հռոմեական կառավարությանը, Ադրիանը անցավ զորքերով ամբողջ Պաղեստինով և մեր թվարկություն 132-ից 135 թվականներին համակարգված կերպով ավերեց քաղաքները և ոչնչացրեց հրեական բնակչությունը։ Քրիստոսի օրերում համառ և անհաշտ զիլոտները քիչ էին, բայց նրանք իրենց կողմն ունեին ժողովրդի համակրանքն ու բարոյական աջակցությունը, որը ցանկացած միջոցով ցանկանում էր տապալել հռոմեական տիրապետությունը։ Այսպիսով, այս բոլոր կրոնաքաղաքական խմբերը սպասում էին Մեսիային, բայց նրանք չէին սպասում նրան հեզությամբ և խոնարհությամբ։ Սակայն հենց այս հատկանիշներին էր, որ ուսուցանում և հետևում էր Հիսուսը, ում Հովհաննես Մկրտիչը հայտարարեց Մեսիա։ Հեզ Մեսիայի կողմից հեզ ժողովրդի առաջնորդության միտքը չէր տեղավորվում մեսիական թագավորության մասին սովորական պատկերացումների մեջ։ Հրեաները ընդունում էին ռազմական հզորությունն ու հրաշագործ ուժը։ Նրանք նույնիսկ ընդունում էին ժողովրդի կողմից ժողովրդականություն չվայելող փոխզիջման ուժը։ Բայց ինչպիսի ուժ կարող էր լինել հեզության մեջ։ Ի վերջո, ժողովուրդը մերժեց Հիսուսին, քանի որ նա չարդարացրեց նրանց սպասելիքները։ Ավելին, նա խոսեց այն միջոցների դեմ, որոնց վրա նրանք հույսը դրել էին։ Նախ նրանք մերժեցին նրան, հետո ատեցին և ի վերջո սպանեցին, քանի որ նրա կողմից իրենց կրոնականությունը հավանություն ստանալու փոխարեն Քրիստոս դատապարտեց այն, իսկ անկախության համար պայքարում առաջնորդվելու փոխարեն արհամարհեց հեղափոխական գործողությունները և նույնիսկ առաջարկեց ավելի մեծ հնազանդության ճանապարհ։ Նրանց հասկացողությամբ Հիսուսը ոչ մի կերպ չէր կարող լինել Մեսիան, և դրա ամենամեծ ապացույցը խաչելությունն էր։ Հին Կտակարանը սովորեցնում էր, որ ամեն մեկը, ով ծառի վրա կախված է, անիծված է Աստծո առաջ (Բ Օրինաց 21-րդ գլուխ 23 համար)։ Բայց հենց նրա վրա ավարտվեց Հիսուսի կյանքը, ամոթալի խաչի վրա, այն էլ հռոմեական։ Նրա կյանքի վերջին ժամերին հրեա ծերերից ոմանք չէին կարողանում զսպել իրենց ծաղրական հեգնանքը նրա մասին, երբ նա հայտարարեց, որ նա է Փրկիչն ու Մեսիան։ Կարդանք Մատթեոսի ավետարան 27-րդ գլուխ 42-43 համարները։ Ուրիշներին ազատեց, իսկ իրեն չի կարողանում ազատել։ Եթե Իսրայելի թագավորն է, հիմա թող իջնի խաչից, ու մենք կհավատանք իրեն։ Աստծուն է հուսացել, հիմա թող նա փրկի իրեն, եթե ուզում է նրան, որովհետև ասում էր, թե Աստծո որդին եմ։ Առաքյալների քարոզչության վաղ տարիներին Քրիստոսի մահն ու հարությունը ավետարանի հանդեպ հավատքի ամենամեծ խոչընդոտներն էին։ Այս ճշմարտությունները հիմարություն էին հեթանոսների համար և գայթակղության քար հրեաների համար։ Կարդանք Ա Կորնթացի 1 գլուխ 23 համար։ Բայց մենք քարոզում ենք խաչյալ Քրիստոսին, որը հրեաներին գայթակղություն է, իսկ հույներին հիմարություն։ Ավետարանը հիմարություն էր այն հեթանոսների համար, ովքեր կարծում էին, որ ամեն նյութական բան չար է, և անհեթեթ էր կարծել, որ աշխարհի Փրկիչը ոչ միայն թույլ տվեց, որ իրեն սպանեն, այլև վերադարձավ կյանք մարմնական ձևով։ Հրեաների համար ավետարանը դարձավ գայթակղության քար և գայթակղություն, քանի որ Մեսիայի մահվան գաղափարը, որպես այդպիսին, առավել ևս խաչի վրա մահը, անհավանական էր։ Ինչպես կարելի էր հավատալ Մեսիային, ով մի քանի տարի քարոզեց, ոչ մի նկատելի բան չհաջողեց, իսկ հետո մերժվեց կրոնական ուսուցիչների կողմից
և դատապարտվեց մահվան։ Կարդանք Գործք առաքելոց 3-րդ գլուխ 17-18 համարները։ Եվ հիմա, եղբայրներ, գիտեմ, որ դուք, ինչպես և ձեր իշխանավորները, անգիտությամբ արեցիք սա։ Սակայն այն բաները, որ Աստված նախապես հայտնել էր իր բոլոր մարգարեների բերանով, որ Քրիստոսը պետք է չարչարվի, այդպես էլ կատարեց։ Բայց Հիսուսին մերժեցին խաչելությունից շատ առաջ։ Երբ նա սկսեց լեռան քարոզը խոնարհության, ողբի և հեզության ուսմունքով, մարդկանց հոգիներում կասկած մտավ, որ այստեղ ինչ-որ բան այն չէ։ Դժվար թե հավանական լիներ, որ այս տարօրինակ քարոզիչը կարող էր լինել այն ազատարարը, ում նրանք այդքան անհամբեր սպասում էին։ Արդար գործի համար կռվում են բարձր բարձրացված գլխով, և խոնարհությունը այստեղ ոչ մի կապ չունի։ Բախտը չի ժպտում ողբացողներին, և իհարկե հեզությունը չի կոտրի Ռոմը։ Չնայած բոլոր հրաշքներին, որոնք ուղեկցում էին Հիսուսի ծառայությանը, ժողովուրդը երբեք չհավատաց նրան որպես Մեսիա, որովհետև նա չարդարացրեց իրենց սպասումները, դիմադրելով հռոմեական տիրապետությանը ոչ ռազմական ուժով, ոչ էլ հրաշքներով։ Հրեաները սպասում էին ուրիշ Մեսիայի, քան նրան, ում Տերը խոստացել էր։ Նրանք կարևորություն չէին տալիս Աստծո խոսքի այն հատվածներին, որտեղ Մեսիան միաժամանակ ներկայացվում է և որպես տառապող ծառա, և որպես հաղթող Տեր։ Օրինակ, կարդացեք Եսայիայի մարգարեություն 40-ից 60 գլուխները։ Նրանք չէին կարող թույլ տալ անգամ մտածել, որ Եսայիա 53, 2-ից 3 և 7-ից 9 համարները վերաբերվում էին Մեսիային, հրեաների եկող ազատարարին։ Եկեք կարդանք 53, 2-ից 3 համարները։ Քանի որ նա դալար ոստի և ծարավոտ գետին բուսած արմատի պես պիտի աճի նրա առաջ։ Ոչ տեսք ուներ, ոչ էլ վայելչություն, որ նրան նայեինք, գեղեցկություն չկար, որ նրան ցանկանայինք։ Մարդկացից նա անարգվեց ու մերժվեց, վշտի մարդ և ցավի տեղյակ, և այնպիսին, ումից պետք է երես դարձնեինք, անարգվեց և մենք նրան չգնահատեցինք։ 7-ից 9 համարներ։ Նա անիրավություն կրեց և չարչարվեց, բայց իր բերանը չբացեց մորթվելու տարվող գառնուկի պես։ Եվ ինչպես ոչխարը մունջ է իր խուզողների առաջ, այնպես իր բերանը չբացեց։ Կալանքից և դատապարտությունից վերցվեց, և նրա ազգատոհմը ով պիտի հայտարարի, որովհետև կտրվեց կենդանիների երկրից, իմ ժողովրդի մեղքի համար նա հարվածվեց։ Նրա գերեզմանն ամբարիշտների հետ դրվեց, բայց երբ մեռավ, հարուստի հետ եղավ, քանի որ բռնություն չէր արել և խաբեություն չկար նրա բերանում։ Քրիստոսի ուսմունքը անսովոր և անընդունելի էր լսողների մեծամասնության համար, պարզապես այն պատճառով, որ հին կտակարանը հաճախ անտեսվում էր կամ սխալ մեկնաբանվում նրանց կողմից։ Նրանք չճանաչեցին խոնարհ և անձնազոհ Հիսուսին որպես Մեսիա, որովհետև անտեսեցին Աստծո մարգարեությունը Մեսիայի մասին, որպես տառապող ծառայի։ Նրանց այդպիսի Մեսիա պետք չէր։ Հեզության նշանակությունը։ Հեզ բառը ծագում է հունարեն պրաուս բառից, որը նշանակում է մեղմ, հանգիստ։ Երբեմն այս տերմինով նկարագրում էին ցավազրկող միջոց կամ մեղմ քամու հոսանք։ Այս բառը օգտագործվում էր նաև արու ձիերի և այլ կենդանիների համար, որոնց բնածին վայրի բնույթը ընտելացվել էր և որոնք կարող էին օգտագործվել աշխատանքի համար։ Մարդու հետ կապված դա նշանակում էր լինել մեղմ, հանգիստ, նուրբ և բարեսիրտ։ Երուսաղեմ հաղթական մուտքի ժամանակ Հիսուսին ողջունեցին որպես թագավորի, թեև նա խոնարհ էր և նստած էր էշի վրա։ Մատթեոսի ավետարան 21-րդ գլուխ 5-րդ համար։ Պողոսը սիրով խոսում է Քրիստոսի հեզության և քնքշության մասին (2 Կորնթացի 10-րդ գլուխ 1 համարում), որպես այն կատարյալ պատկերի, որին մենք պետք է ձգտենք։
Հիմնական տարբերությունը հոգու աղքատության և հեզության միջև հնարավոր է այն է, որ հոգու աղքատությունը ստիպում է նայել սեփական մեղավորությանը, իսկ հեզությունը Աստծո սրբությանը։ Երկու առաքինությունների հիմքում էլ ընկած է խոնարհությունը։ Անկեղծորեն գնահատելով ինքներս մեզ, մենք խոնարհվում ենք մեր մեղավորության և անարժանության գիտակցումից, իսկ Աստծուն նայելով մենք խոնարհվում ենք նրա արդարության և մեծության գիտակցումից։ Եվ կրկին երանելիների պատվիրաններում մենք տեսնում ենք տրամաբանական հաջորդականություն և փոխկապակցվածություն։ Հոգևոր աղքատությունը առաջին հղում ունի բացասական երանգ և հանգեցնում է ողբի, երկրորդ հղում։ Հեզությունը երրորդ հղում իր մեջ պարունակում է դրական իմաստ և դրա արդյունքն է արդարության ձգտումը, չորրորդ հղում։ Հոգևոր աղքատության գիտակցումը մեզ մղում է հուսահատության մեջ շրջվել ինքներս մեզնից, իսկ հեզությունը Աստծուն դիմելն է նրա արդարության որոնման մեջ։ Երանելիների պատվիրանների օրհնությունները տրված են նրանց, ովքեր գիտակցում են իրենց մեղավորությունը, խնդրում են Աստծուց ներում և ամեն ինչում հնազանդվում են նրան։ Սակայն երկնքի թագավորությունը անհասանելի է հպարտների, ամբարտավանների, չզղջացողների, ինքնագոհների և ինքնավստահների համար։ Այս դժբախտ և օրհնությունից զրկված մարդիկ չեն գիտակցում իրենց աղքատությունը և չեն զգում Աստծո փրկության և նրա արդարության կարիքը։ Հիսուսին լսողների մեծամասնությունը, ինչպես մարդկության պատմության ընթացքում շատ մեղավորներ, մտածում էին միայն այն մասին, թե ինչպես արդարացնել իրենց ապրելակերպը, պաշտպանել իրենց իրավունքները և հասնել իրենց նպատակներին։ Հեզության ճանապարհը նրանց չէր համապատասխանում, իսկ դա նշանակում է, որ նաև չէր համապատասխանում Քրիստոսի թագավորությունը։ Հպարտ փարիսեցիները երազում էին հրաշքների թագավորության մասին, հպարտ սադուկեցիները երկրի վրա դրախտի, հպարտ եսենները ասկետական պետության, իսկ հպարտ զիլոտները ռազմական դիկտատուրայի հաստատման մասին։ Սակայն Հիսուսը խոնարհությամբ առաջարկում էր հեզության թագավորությունը։ Տերը միշտ պահանջում էր մարդուց հեզություն, այդպես էր Հին Կտակարանում։ Հոբի գրքում ասվում է, որ Աստված բարձրացնում է ցածրներին ու սգավորներին ապահովության հասցնում։ Հոբ 5-րդ գլուխ 11-րդ համար։ Մովսեսը հրեա ժողովրդի մեծ ազատագրող է և Աստծո կողմից նշանակված օրենսդիրը, շատ հեզ էր երկրի վրա եղած բոլոր մարդկանցից ավելի։ Թվոց 12-րդ գլուխ 3-րդ համար։ Մեծ հրեա թագավոր Դավիթը, ով հայտնի էր իր ռազմական սխրանքներով, գրել է, որ Տերը դատաստանի մեջ առաջնորդում է հեզերին ու իր ճամփան սովորեցնում է հեզահոգիներին։ Սաղմոս 25 9-րդ համար։ Այդպես էր նաև Նոր Կտակարանում։ Հիսուսը սովորեցրեց հեզությունը երանելիների պատվիրաններում և իր մյուս խոսքերում, որոնք գրանցված են ավետարաններում, իսկ այս թեման շարունակեցին առաքյալները։ Պողոսը աղաչեց Եփեսոսի եկեղեցուն. «Ուստի աղաչում եմ ձեզ, ես Տիրոջ համար բանտարկյալս, որ դուք այնպես քայլեք, ինչպես վայել է այն կոչմանը, որի մեջ կանչվեցիք, ամենայն խոնարհությամբ, հեզությամբ և համբերատարությամբ, սիրով իրար հանդուրժելով»։ Եփեսացի 4 գլուխ 1-2 համարներ։ Նա կոչ արեց Կողոսացիներին. «Ուստի որպես Աստծո ընտրյալներ, սուրբ և սիրելի, ձեր վրա հագեք գութը, ողորմությունը, քաղցրությունը, խոնարհությունը, հեզությունը, համբերատարությունը»։ Կողոսացի 3 գլուխ 12 համար։ Նա ասաց, որ Տիտոսը հիշեցնի իր հոտին, որ իշխանություններին և պետություններին հնազանդվեն, վարդյության հպատակվեն ու ամեն բարի գործի պատրաստ լինեն, ոչ մեկի մասին չչարախոսեն, կռվարար չլինեն, այլ հեզահոգի լինեն և բոլորի հետ քաղցրությամբ վարվեն։ Տիտոս 3 գլուխ 1-2 համարներ։
Հեզությունը չի ենթադրում թուլություն։ Հեզությունը նշանակում է ուժ, որը վերահսկվում է։ Ոչ աստվածաշնչյան գրականության մեջ այս բառը հաճախ օգտագործվում էր հնազանդ կենդանուն նկատի ունենալով։ Հեզությունից զուրկ մարդը նման է փլված ու անպարիսպ քաղաքի, Առակաց 25-28։ Ուշ բարկացող մարդը հզորից լավ է, ու իր հոգին զսպողը քաղաք գրավողից, Առակաց 16-32։ Չհնազանդ ձին անօգուտ է, չափազանց ուժեղ դեղամիջոցը բուժելու փոխարեն վնաս կպատճառի։ Շատ ուժեղ քամին կքշի իր ճանապարհին հանդիպած ամեն ինչ։ Անկառավարելի հույզերը նույնքան կործանարար են, ուստի դրանց համար տեղ չկա Աստծո թագավորությունում։ Հեզությունը ուժը ուղղորդում է ճիշտ ուղղությամբ։ Հեզությունը դա բռնության և վրեժխնդրության հակառակն է։ Օրինակ, հեզ մարդը ուրախությամբ է ընդունում իր ունեցվածքի թալանը, քանի որ գիտի, որ երկնքում իրեն անհամեմատ ավելի լավ և մնայուն բան է սպասում։ Կարդանք Եբրայեցի 10-34 համար։ Քանի որ իմ կապանքների մեջ իմ նկատմամբ կարեկից եղաք ու ձեր ստացվածքի հափշտակությունը ուրախությամբ ընդունեցիք, իմանալով, որ ավելի լավ և մնայուն հարստություն ունեք երկնքում։ Հեզ մարդը մեռած է իր համար, և այդ պատճառով վիրավորանքները կամ կորուստները, նվաստացումները կամ զրպարտությունները չեն ծանրաբեռնում նրա հոգին։ Հեզ մարդը չի պաշտպանում իրեն, որովհետև գիտի, որ ոչնչի արժանի չէ։ Հոգով աղքատ լինելով և իր մեղքերի համար վշտացած, հեզ մարդը խոնարհաբար ներկայանում է Աստծո առաջ, գիտակցելով, որ ինքը պարծենալու բան չունի։ Հեզությունը դա վախկոտություն չէ, ոչ էլ թույլ բնավորություն։ Դա համոզմունքների բացակայություն չէ, ոչ էլ սովորական մարդկային դաստիարակություն։ Դա քաջություն, ուժ և համոզվածություն է։ Դա ուրախություն է, որը գալիս է ոչ թե սեփական ես-ից, այլ Աստծուց։ Հեզության հոգին դա Քրիստոսի հոգին է, ով կանգնեց հոր փառքը պաշտպանելու համար, բայց իրեն զոհաբերեց մարդկության համար։ Քրիստոսը մեզ օրինակ թողեց հետևելու համար։ Կարդանք Առաջի Պետրոս 2 գլուխ 22-23 համարները։ Նա ոչ մի մեղք չգործեց, և նրա բերանում ոչ մի նենգություն չգտնվեց։ Նախատվեց, բայց փոխարենը չնախատեց, չարչարվեց, բայց չսպառնաց, այլ իրեն հանձնեց նրան, որ արդարությամբ է դատում։ Թեև Հիսուսը անմեղ էր և հետևաբար արժանի չէր քննադատության կամ վիրավորանքի, նա չէր դիմադրում զրպարտողներին, չարին չարով չէր պատասխանում և չէր սպառնում տանջողներին։ Միակն, ով ոչ մի սխալ չի գործել, ով ցանկացած պահի կարող էր դիմել ամենահուսալի պաշտպանությանը, նա երբեք չի պաշտպանել իրեն։ Երբ դրամափոխները և զոհաբերությունների վաճառողները անարգեցին նրա հոր տունը, պարանից խարազան շինեց և բոլորին տաճարից դուրս քշեց, ոչխարներն ու եզներն էլ, իսկ լումայափոխների պղնձադրամները թափեց և սեղանները շուռ տվեց։ Հովհաննեսի ավետարան 2 գլուխ 15 համար։ Հիսուսը բազմիցս տեղին բացահայտում էր կեղծավոր և անիրավ կրոնական առաջնորդներին։ Նա 2 անգամ ուժով մաքրեց տաճարը և անվախորեն Աստծո դատաստանը հայտարարեց նրանց վրա, ովքեր ուրացել և աղավաղել էին Աստծո խոսքը, բայց նա մատը չշարժեց իրեն պաշտպանելու համար և ոչ մի խոսք չասաց իրեն արդարացնելու համար։ Նա կարող էր ցանկացած պահի կանչել հրեշտակների լեգիոն, բայց ոչ մի անգամ չի օգտագործել ոչ երկրային, ոչ երկնային ուժեր իր սեփական շահերի համար։ Հեզությունը դա թուլություն չէ, բայց հեզությունը երբեք չի դիմում ուժին, անձնական անվտանգության ապահովման կամ շահադիտական նպատակների հասնելու համար։ Հեզությունը դա ուժ է, որը գտնվում է Աստծո լիարժեք վերահսկողության տակ։ Հեզության դրսևորումը։
Լավագույն ձևը հեզությունը բնութագրելու համար այն ցույց տալն է օրինակով, տեսնել այն գործողության մեջ։ Այն բանից հետո, երբ Աստված կանչեց Աբրահամին և նրան քաղդեացիների Ուր քաղաքից դուրս բերեց ավետյաց երկիր, նրա հետ հրաշալի ուխտ կնքելով, վեճ ծագեց Աբրահամի և նրա զարմիկ Ղովտի հովիվների միջև արոտավայրերի վերաբերյալ։ Աբրահամին խոստացվել էր ամբողջ Քանանի երկիրը։ Նա Աստծո ընտրյալն էր և ընտրյալ ժողովրդի նախահայրը։ Իսկ Ղովտը պարզապես աղքատ ազգական էր, որի բարեկեցությունն ու անվտանգությունը մեծապես կախված էր Աբրահամից։ Բացի այդ, Աբրահամը նրա հորեղբայրն էր և տարիքով մեծ։ Սակայն Աբրահամը հաճույքով թույլ տվեց Ղովտին առաջինը ընտրել երկիրը, այդպիսով իր իրավունքներն ու արտոնությունները տալով իր զարմիկին, հովիվների միջև լավ հարաբերությունների և այդ երկրում ապրող քանանացիների ու փերեզացիների առջև վկայություն տալու համար։ Կարդանք Ծննդոց 13-րդ գլուխ 5-9 համարները։ Եվ Ղովտն էլ, որ Աբրահամի հետ գնացել էր, ուներ ոչխարներ ու նախիրներ և վրաններ։ Արդ այդ երկիրը բավական չէր նրանց միասին բնակվելու համար, որովհետև նրանց ունեցվածքը շատ էր և չէին կարողանում միասին բնակվել։ Եվ կռիվ եղավ Աբրահամի անասունների հովիվների և Ղովտի անասունների հովիվների միջև։ Այն ժամանակ քանանացիներն ու փերեզացիներն էին բնակվում երկրում։ Եվ Աբրահամն ասաց Ղովտին. «Թող իմ ու քո միջև, իմ ու քո հովիվների միջև կռիվ չլինի, մանավանդ որ մենք եղբայրներ ենք։ Միթե ամբողջ երկիրը քո առաջ չէ։ Խնդրում եմ քեզ, բաժանվիր ինձնից, եթե դու ձախ կողմը գնաս, ես աջ կողմը կգնամ, եթե դու աջ կողմը գնաս, ես ձախ կողմը կգնամ»։ Սա նրա համար շատ ավելի մեծ նշանակություն ուներ, քան իր իրավունքների պաշտպանությունը։ Աբրահամը իշխանություն ու իրավունք ուներ վարվելու իր ուզածով, բայց նա հեզությամբ հրաժարվեց իր իրավունքներից և մի կողմ դրեց իր ուժը։ Հովսեփը նվաստացվեց և վաճառվեց իր եղբայրների կողմից ստրկության։ Երբ Տիրոջ բարեհաճ ծրագրի շնորհիվ նա դարձավ Եգիպտոսում փարավոնից հետո երկրորդը ըստ կարևորության, նրա համար խնդիր չէր վրեժ լուծել իր եղբայրներից։ Երբ եղբայրները եկան Եգիպտոս իրենց սոված ընտանիքների համար հացահատիկ խնդրելու, Հովսեփը հեշտությամբ կարող էր մերժել նրանց և ըստ էության դատապարտել նրանց ավելի սարսափելի ստրկության, քան այն, որ եղբայրները վաճառել էին նրան։ Սակայն նրա սիրտը լի էր ոչ թե վրեժխնդրությամբ, այլ ներողամտությամբ և սիրով։ Երբ Հովսեփը վերջապես իրեն ճանաչեցրեց նրանց, նա բարձրաձայն լաց եղավ, և եգիպտացիներն ու փարավոնի տունը լսեցին։ Ծննդոց 45-րդ գլուխ 2-րդ համար։ Ապա նա ասաց նրանց. կարդանք 45-րդ գլուխ 5 և 8 համարները։ 5-րդ համար։ Եվ հիմա մի վշտացեք ու մի նեղսրտեք, որ ինձ ծախեցիք այստեղ, որովհետև Աստված կյանք փրկելու համար է ինձ այստեղ ուղարկել ձեզանից առաջ։ 8-րդ համար։ Եվ արդ ոչ թե դուք ուղարկեցիք ինձ այստեղ, այլ Աստված, և ինձ փարավոնին հայր և նրա ամբողջ տան տեր և ամբողջ Եգիպտոս երկրին կառավարիչ կարգեց։ Ավելի ուշ նա նրանց ասաց. կարդանք Ծննդոց 50-րդ գլուխ 19-20 համարները։ Հովսեփն էլ ասաց նրանց. «Մի վախեցեք, միթե ես Աստծո փոխանորդն եմ։ Ու եթե դուք մտածեցիք ինձ չարիք պատճառել, բայց Աստված որոշեց դա լավի վերածել, ինչպես որ եղավ այսօր, այսինքն, որ շատ ժողովուրդ ապրեցներ»։ Սրտում հեզությամբ Հովսեփը գիտակցում էր, որ միայն Աստված ունի դատելու իրավունք, իսկ իր խնդիրը ներել և օգնել։ Մովսեսը սպանեց եգիպտացու, որը ծեծում էր հրեաստրուկներին։ Նա համարձակորեն կանգնեց փարավոնի առաջ, պահանջելով ազատ արձակել հրեաներին, և այնքան զայրացած էր ոսկե հորթի շուրջ կազմակերպված խնջույքի պատճառով, որը կազմակերպել էին հրեաները Ահարոնի ղեկավարությամբ,
որ նա կոտրեց առաջին տախտակները 10 պատվիրաններով։ Սակայն Մովսեսը կոչվում է շատ հեզ երկրի վրա եղած բոլոր մարդկանցից, թվոց 12-րդ գլուխ 3-րդ համար։ Նա բարկանում էր նրանց վրա, ովքեր ստրկացնում էին ժողովրդին և վնաս էին պատճառում, բայց նա չէր բարկանում իրեն վիրավորողների վրա և չէր պահանջում իր իրավունքներն ու պահանջները։ Երբ Աստված նրան կանչեց իսրայելացի ժողովրդին Եգիպտոսից դուրս բերելու, Մովսեսը տեսավ, որ նա բացարձակապես անպիտան է այդ նպատակի համար։ Նա աղաչեց, կարդանք Ելից 3-րդ գլուխ 11 համար։ Եվ Մովսեսն ասաց Աստծուն. Ես ով եմ, որ փարավոնի մոտ գնամ և Իսրայելի որդիներին Եգիպտոսից դուրս բերեմ։ Երբ Աստված Մովսեսին բացատրեց, որ նա պետք է կանգնի փարավոնի առաջ, Մովսեսը կրկին աղաչեց։ Կարդանք Ելից 4-րդ գլուխ 10-րդ համար։ Օ Տեր իմ, ես ճարտարախոս չեմ, ոչ մինչև հիմա, ոչ էլ քո ծառայիդ խոսելուց հետո, այլ ես ծանրախոս ու ծանրալեզու եմ։ Մովսեսը կարող էր Աստծո համար կանգնել ցանկացածի առաջ, բայց իրեն Աստծո առաջ արդարացնել չէր կարող։ Դավիթը ընտրվել էր Աստծո կողմից և օծվել Սամուելի կողմից որպես թագավոր Սավուղի փոխարեն, բայց երբ Են-Գադիի քարանձավում նրան ընձեռնվեց հնարավորություն Սավուղի կյանքը խլելու, Սավուղը, որը միայն երազում էր, թե ինչպես վրեժ լուծել նրա նկատմամբ, Դավիթը հրաժարվեց սպանություն կատարել։ Չնայած թագավորի կողմից իր դեմ կատարած բոլոր չարագործությունների և վիրավորանքների, նա այնքան հարգում էր թագավորական իշխանությունը, որ Դավթի սիրտը զղջաց Սավուղի թիկունքից փեշը կտրելու համար, և իր մարդկանց ասաց. Աստված չանի, որ տիրոջ օծյալին իմ տիրոջն անեմ այս բանը, ձեռքս նրա վրա երկարացնելով, քանի որ նա տիրոջ օծյալն է։ Եվ Դավիթն այս խոսքերով զսպեց իր մարդկանց ու չթողեց, որ Սավուղի վրա հարձակվեն։ Սավուղը դուրս եկավ քարայրից ու իր ճանապարհը գնաց։ Առաջի թագավորաց 24-րդ գլուխ 5-ից 7 համարները։ Շատ տարիներ անց այն բանից հետո, երբ Աբիսողոմը Դավթի որդին վռնդեց իր հորը Երուսաղեմից, Սավուղի տոհմից մի մարդ, որի անունը Սեմեն էր, անիծում էր Դավթին և քարեր նետում նրա վրա։ Երբ Դավթի բանակի քաջարի մարդկանցից մեկը ցանկացավ կտրել վիրավորողի գլուխը դրա համար, Դավիթը նրան խանգարեց, ասելով. Կարդանք Երկրորդ թագավորաց 16-րդ գլուխ 11-12 համարները։ Դավիթն ասաց Աբեսային ու իր բոլոր ծառաներին. Ահա իմ որդին, ով իմ երանքից է ելել, իմ կյանքն է որոնում։ Էլուր մնաց այս Բենյամինյանը, թողեք, թող անիծի, քանի որ Տերն է ասել նրան։ Գուցե Տերը տեսնի այսօրվա իմ նեղ վիճակը ու այսօր նրա տված անեծքի փոխարեն ինձ բարիք հատուցի։ Ոզիա թագավորը, որը թագավոր դարձավ 16 տարեկանում, և նա արեց այն, ինչ Տիրոջ աչքում ուղիղ էր, նա Աստծուն էր հետևում։ Երկրորդ Մնացորդաց 26-րդ գլուխ 4-5 համարները։ Ընդհակառակը ինքնավստահ դարձավ այն բանից հետո, երբ Աստծո օգնությամբ հաղթանակ տարավ փղշտացիների, ամորհացիների և այլ թշնամիների նկատմամբ։ Կարդանք Երկրորդ Մնացորդաց 26-րդ գլուխ 16 համար։ Սակայն երբ ուժեղացավ, նրա սիրտը գոռոզացավ, որ դեպի անկում էր տանում, որովհետև հանցանք գործեց իր Տեր Աստծո հանդեպ, Տիրոջ տաճարը մտնելով, որպեսզի խնկարկման զոհասեղանի վրա խունկ ծխի։ Ոզյան չէր ընդունում, որ կարող էր սխալվել, և ամբարտավանորեն կատարեց արարողությունը, որը նախատեսված էր միայն քահանաների համար։ Նա այնքան էր տարված իր անունը բարձրացնելով և իր զորությունը փառաբանելով, որ դադարեց հնազանդվել Աստծուն, ումից էլ ստացել էր այս ամենը։ Նա նույնիսկ պղծեց Տիրոջ տաճարը։ Որպես պատիժ, Ոզիա թագավորը մինչև իր մահվան օրը բորոտ էր ու մեկուսացված տան մեջ որպես բորոտ էր ապրում,
քանի որ արտաքսվել էր Տիրոջ տնից։ Երկրորդ մնացորդաց 26-րդ գլուխ 21 համար։ Նոր կտակարանում հեզության բազմաթիվ օրինակների շարքում Քրիստոսից բացի առավել ցայտուն Պողոսն է։ Նա ամենից կրթվածն էր առաքյալների մեջ, եւ հենց նրան, որքան կարող ենք դատել, Տերը այնքան հաճախ եւ հաջողությամբ օգտագործեց ըստ իր կամքի։ Սակայն Պողոսը մերժեց իր սեփական ուժերին վստահելը եւ չապավինեց մարմնին։ Կարդանք Փիլիպպեցի 3 գլուխ 3 համար։ Որովհետև թլփատությունը մենք ենք, որ Աստծուն հոգով ենք պաշտում եւ Քրիստոս Հիսուսով ուրախանում եւ մեր վստահությունը մարմնի վրա չէ։ Նա գիտեր, որ իր բոլոր հաջողությունների համար պարտական է Հիսուս Քրիստոսին, որ զորացնում է նրան։ Կարդանք Փիլիպպեցի 4 գլուխ 13 համար։ Ես կարող եմ ամեն ինչ անել Քրիստոսի միջոցով, որ զորացնում է ինձ։ Հեզության արդյունքը։ Ինչպես մյուս երանելիների պատվիրաններում, հեզության գլխավոր հետևանքը երանությունն է, աստվածային երջանկությունը։ Աստված իր սեփական երջանկությունն ու ուրախությունը կիսում է հեզերի հետ։ Սակայն բացի դրանից, հեզերը ժառանգում են երկիրը։ Մարդուն իր պատկերով ստեղծելով, Աստված նրան տվեց ամբողջ երկիրը տիրելու։ Կարդանք Ծննդոց 1 գլուխ 28 համարը։ Եվ Աստված օրհնեց նրանց, եւ Աստված նրանց ասաց. «Աճեցեք ու բազմացեք, ու լցրեք երկիրը, եւ տիրեցեք դրան, ու ծովի ձկների ու երկնքի թռչունների ու երկրի վրա սողացող բոլոր կենդանիների վրա իշխեցեք»։ Եվ մի օր Քրիստոսի հպատակները կտիրանան խոստացված ժառանգությանը, որը զգալիորեն կորցված եւ աղավաղված է մեղսագործությունից հետո։ Նրանք նորից կգտնեն կորած դրախտը։ Կգա օրը, երբ Աստված մեկընդմիշտ կհռչակի իր իշխանությունը, եւ նրանք, ովքեր դարձել են իր զավակները, նրա որդու հանդեպ հավատի միջոցով, կկառավարեն երկիրը նրա հետ։ Եվ միայն հեզերն ու խոնարհները կդառնան նրա զավակներն ու երկնային թագավորության հպատակները, քանի որ նրանք իրենց անարժան ու մեղավոր են ճանաչում եւ ամբողջությամբ ապավինում են Աստծո ողորմածությանը։ Այստեղ կրկին հանդիպում ենք ուժեղացնող աուտոս դերանունը՝ նրանք, որը ընդգծում է, որ միայն խոնարհները կժառանգեն երկիրը։ Հրեաների մեծ մասը կարծում էր, որ ուժի թագավորությունը կպատկանի ուժեղներին, որոնցից ամենաուժեղները կլինեն հրեաները։ Բայց Մեսիան ինքն ասաց, որ այն պատկանում է հեզերին, ինչպես հրեաներին, այնպես էլ հույներին։ Կլերոնոմեո ժառանգել բառը ցույց է տալիս օրինական ժառանգության որոշակի բաժնի ստացումը։ Այս խոստումը գրեթե անփոփոխ մեջբերում է Սաղմոս 37:11-ը։ Սակայն հեզերը կժառանգեն երկիրը։ Սերնդեսերունդ բարեպաշտ հրեաները իրենց տվել են այս հարցը, եւ նույնիսկ այսօր այս հարցը երբեմն տանջում է Աստծո զավակներին։ Ինչու են չարագործներն ու ամբարիշտները բարգավաճում, իսկ արդարներն ու բարեպաշտները տառապում են։ Դավթի միջոցով Աստված մխիթարում է իր ժողովրդին։ Կարդանք Սաղմոս 37:10։ Քանի որ կարճ ժամանակ ևս եւ ամբարիշտը կչքանա, կփնտրես նրա տեղն ու չես գտնի։ Մոտենում էր ամբարիշտների դատապարտության ժամանակը, ինչպես որ մոտենում էր արդարների օրհնության ժամանակը։ Մենք պարտավոր ենք վստահել Տիրոջը եւ հնազանդվել նրա կամքին։ Տերը գիտի, թե ում դատապարտի, իսկ ում օրհնություն տա, եւ նա ամեն բան կկատարի ճիշտ ժամանակին եւ ճիշտ ձևով։ Եվ մինչ Աստծո զավակները ապրում են հավատքով, հիմնված Տիրոջ անսասան խոստման վրա, որ նրանք ժառանգելու են երկիրը։ Պողոսը եւ նախազգուշացնում է եւ վստահեցնում է կորինթացիներին, երբ ասում է. Կարդանք 1 Կորինթացի 3 գլուխ 21-23 համարները։ Ուրեմն ոչ ոք մարդկանցով չպարծենա, որովհետև ամեն բան ձերն է,
թե Պողոսը, թե Ապողոսը, թե Կեփասը, թե աշխարհը, թե կյանքը, թե մահը, թե ներկա բաները և թե գալիք բաները, բոլորը ձերն են, և դուք Քրիստոսինն եք, և Քրիստոսն Աստծունը։ Քանի որ մենք Քրիստոսին ենք պատկանում, երկնային թագավորությունում մեր տեղը երաշխավորված է, այնպես ինչպես նրա։ Ճիշտ է նաև այն, որ անիրավներն Աստծո արքայությունը չեն ժառանգելու։ Առաջի Կորինթացի 6-րդ գլուխ 9-րդ համար։ Մի օր Տերը վերցնելու է երկիրը ամբարիշտների ձեռքից և կհանձնի արդարներին։ Կարդանք Սաղմոս 149 7-9 համարները։ Որպեսզի հեթանոսներից վրեժ առնեն ու պատժեն ժողովուրդներին, որպեսզի նրանց թագավորներին շղթաներով կապեն ու նրանց ազնվականներին երկաթե կապանքներով, որպեսզի գրված դատաստանը նրանց վրա ի կատար ածեն, սա նրա բոլոր սրբերի փառքն է, փառաբանեցեք Աստծուն։ Սակայն ժառանգությունը մեզ համար միայն ապագայում չէ։ Ժառանգության խոստումն արդեն իսկ մեզ հույս ու ուրախություն է տալիս և թույլ է տալիս շատ բաների, նույնիսկ երկրային բաների, նայել երախտագիտության զգացումով, ինչպես տրվում է միայն նրանց, ովքեր ճանաչում և սիրում են Արարչին։ Գրեթե մեկ դար առաջ Ջորջ Մակդոնալդը գրել է. «Եթե մեր հոգին հեզությամբ չտարբերվի, մենք չենք կարող տեսնել աշխարհը այնպիսին, ինչպիսին Աստված նախատեսել է ապագայում։ Միայն հեզերը կժառանգեն այն, և միայն հեզությունը կարող է օգնել հոգևոր ցանցաթաղանթին ընկալել Աստծո աշխարհը, ինչպես որ այն կա, առանց այն մթագնելու անմաքրությամբ կամ անկատարությամբ»։ Հեզության անհրաժեշտությունը։ Հեզությունն անհրաժեշտ է նախ և առաջ, որովհետև այն պահանջվում է փրկության համար։ Միայն հեզերը կժառանգեն երկիրը, որովհետև միայն նրանք են պատկանում երկնային թագավորին, ով կկառավարի ապագա երկրային թագավորությունը։ Կարդանք Սաղմոս 149:4։ Քանի որ Տերը հաճույք է ստանում իր ժողովրդից, հեզերին փրկությամբ է զարդարելու։ Երբ աշակերտները հարցրին Հիսուսին, թե ով է մեծ երկնքի թագավորության մեջ, Հիսուսն իր մոտ կանչեց մի փոքր երեխայի, կանգնեցրեց նրանց մեջ և ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե դարձի չգաք և փոքրիկ երեխաների պես չլինեք, երբեք չեք մտնի երկնքի թագավորությունը։ Ուստի ով իր անձը խոնարհեցնի այս մանկան պես, նա է մեծ լինելու երկնքի թագավորության մեջ»։ Մատթեոսի ավետարան 18-րդ գլուխ 2-4 համարները։ Հեզությունը նաև անհրաժեշտ է, որովհետև այն պատվիրված է։ Կարդանք Սոփոնիա 2-րդ գլուխ 3-րդ համարը։ Տիրոջը փնտրեցեք, ով երկրի բոլոր հեզեր, որ գործադրում եք նրա արդարադատությունը, արդարություն որոնեցեք, խոնարհություն որոնեցեք, գուցե ծածկված պահվեք Տիրոջ բարկության օրը։ Հակոբոսը նաև պատվիրում է հավատացյալներին. «Ուրեմն ամեն աղտեղություն ու ավելորդ չարություն թողեք մի կողմ, հեզությամբ ընդունեցեք ձեր մեջ սերմանված այն խոսքը, որ կարող է ձեր հոգիները փրկել»։ Հակոբոս 1-րդ համար։ Ում մեջ չի ապրում խոնարհ հոգի, նա չի կարող ճիշտ լսել Աստծո խոսքը, հասկանալ այն և առավել ևս ընդունել այն։ Հեզությունն անհրաժեշտ է նաև այն պատճառով, որ դրա բացակայության դեպքում հաջողություն չի լինի վկայության մեջ։ Պետրոսն ասում է. կարդանք Ա Պետրոս 3-րդ գլուխ 15-րդ համարը. «Այլ Տեր Աստծուն ձեր սրտերում սուրբ պահեցեք և միշտ պատրաստ եղեք հեզությամբ ու երկյուղածությամբ պատասխան տալու բոլոր նրանց, ովքեր ձեզ կհարցնեն ձեր ունեցած հույսի մասին»։ Հպարտությունը միշտ կլինի արգելք մերձավորներին վկայելու համար, քանի որ այս դեպքում մարդիկ ուշադրություն կդարձնեն ոչ թե Աստծուն, այլ մեզ, և այստեղ ոչ մեր աստվածաբանության ճշգրտությունը, ոչ էլ մեր մոտեցման նրբությունը նշանակություն չեն ունենա։ Հեզությունն անհրաժեշտ է, որովհետև այն փառաբանում է Աստծուն։
Հպարտությունը փնտրում է իր սեփական փառքը, իսկ հեզությունը փնտրում է Տիրոջ փառքը։ Հեզությունը արտացոլվում է մյուս հավատացյալների նկատմամբ մեր վերաբերմունքում։ Կարդանք Հռոմեացիս 15-րդ գլուխ 5-7 համարները։ Արդ համբերության ու մխիթարության Աստվածը ձեզ միմյանց հետ համախոհ լինելու շնորհը տա, ըստ Քրիստոս Հիսուսի, որպեսզի մեկ սրտով և միաբերան փառավորեք Աստծուն, մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հորը։ Ուստի միմյանց ընդունեցեք, ինչպես Քրիստոսն էլ մեզ ընդունեց, Աստծո փառքի համար։